Բարև ձեզ բարեկամներ, շատ աննկատ ավարտին է մոտենում կանանց միամսյակը, մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը մենք առիթ ունեցանք գեղեցիկ սեռի բազմաթիվ ներկայացուցիչների հյուրընկալելու մեր տաղավարում։ Եվ ահա այսօր ապրիլի 7-ին այս գեղեցկության մայրության գարնանտոնի կապակցությամբ տաղավար ենք հրավիրել ևս մի հրաշալի անձնավորության, մի հմայիչ, մի շատ սիրելի երգչուհու, ում երգերը ձեզանից շատերին եւ հոգեհարազատ են եւ ձեր անբաժանելի մաս են կազմում։ Այսօր մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք հանրապետության վաստակավոր արտիստուհի երգչուհի Սուսաննա Սաֆարյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սուսաննա, ուրախ եմ, որ դուք եզրափակում եք կանանց միամսյակը։ Մենք շատ հետաքրքիր անձնավորությունների հետ զրուցեցինք այս ընթացքում եւ ընդհանրապես միշտ հպարտացել ենք գեղեցիկ սեռի մեր ներկայացուցիչներով եւ երևի շատ մեծ խորհուրդ կա նաեւ այն ամենում, որ մենք եզրափակում ենք միամսյակը հենց ձեզ հետ հանդիպումով։ Դե դուք մեր ծրագրի լավ բարեկամն եք եղել մնում եւ հույսով եմ, որ առաջիկայում էլ այդպես կլինի։ Նախ շնորհավոր եւս մեկ անգամ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ինչպես եք ձեզ զգում մեր տաղավարում։ Հրաշալի, շատ գեղեցիկ է իմիջիայլոց, շատ։ Հավանել եք։ Իհարկե։ Շատ։ Դե եթե հանրապետության վաստակավոր արտիստուհին հավանում է, ուրեմն մեր ունկնդիրներից շատերն էլ կհավանեն։ Իհարկե այսօր մայրության այս գեղեցկության տոնի կապակցությամբ մենք կլսենք նաև ձեր չնաշխարհիկ կատարումները տարբեր, բայց մայրության թեման, ինչպես ասում են, ամենակարևորներից մեկն է, եւ ես ուզում եմ մինչ մեր զրույցը սկսելը լսենք մի երգ հենց մայրության, այսպես ասած, տոնին նվիրված, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Չեք առարգում։ Ոչ, իհարկե ոչ։ Դե ուրեմն խնդրեմ մեր առաջին կատարումը Սուսաննա Սաֆարյանի մատուցմամբ։
Մենք շարունակում ենք ծրագիրը եւ շույս Սուսաննա Սաֆարյանն է Փակ TV-ի տաղավարում։ Սուսաննա, լսեցինք Մարության այս տոնին նվիրված այս գեղեցիկ երգը, որը 25 տարի առաջ լուսահոգի Յուրի Գզոյանն է նկարարել։ Այո։ Բայց ես նոր տեղեկացա, որ սա առաջին անգամ է հեռուստաեթերում։ Մեր մանումենտում եմ նկարահանվել եւ Բայց ինչու՞ մինչև այսօր չի ցուցադրվել։ Որովհետեւ ես անverջ ուզեցել եմ հոգիս դատարկեմ, ինձ թվում էր թե ժամանակը թռչում է, ես չեմ հասցնում ոչ մի բան, նոր արդեն քիչ-քիչ փորձել եմ ոնց որ հայտարարել եմ, պետք է նվիրեմ ժողովրդին, այո, նվիրում եմ, թող դիտեն։ Դե ես կարծում եմ առաջին անգամ, բայց ոչ վերջին անգամ։ Չէ, սա առաջին անգամ ցուցադրվեց։ Դե այն ժամանակ 25 տարի առաջ ինչքան ջրեր են հոսել։ 25 տարի առաջ մարդիկ կային, որոնք սկի հաց չէին կարողանում ճարել, հիշում ես։ Ծանր շրջան էր։ Բայց իմ ուղեղը ինձ թելադրում էր, որ ես պետք է հոգիս դատարկեմ, որտեվ անվերջանալի դրանցով էի զբաղվում։ Սուսաննա, գիտես ինչն է հետաքրքիր, քու անցյալ տարվա Հոբելյանը երբ նշեցինք, անցյալ տարի ավելի ճիշտ 70-ամյակ, ես չեմ ամաչում, որ հնչեցնում եմ այս տիպը, որտեղ դու շատ ավելի ես երիտասարդ երում կացի, բայց դու դրանից ված չես զգում։ Արդեն 71-ի մեջ եմ։ Դե ինքդ էլ ասեցի։ Եվ զարմանալիորեն Համլետ ջան, Դիլիջանում վարպետաց դասեր էի անցկացնում, կազմակերպիչն ասեց Տիկին Սաննա, ես լավ էի պատրաստվել, որ նշեի, հետո որոշեցի, որ չէ, որովհետև կյանքս փոխվեց, եկավ գարուն, իմ երգը ծնվեց, ուզում եմ, որ վայլ սպարենք մեր ծերության օրերում, հասկացա, որ սա պիտի լինի իմ նշանավորումը եւ հանկարծ այս տղան առաջարկեց հուլիսի 5-ին Տիկին Սաննա Գյումրի կարող եք գալ մեզ հետ, ինչ որ մի միջոցառում էր եւ այնտեղ նշվեց գյումրեցիների հետ։ Գյումրեցիների հետ է հրաշալի է։ Տեսեք իմ ձեռքին Սուսաննա Սաֆարյան երգի իմ էջը ալբոմն է, շատ հետաքրքիր ալբոմ, շատ հետաքրքիր լուսանկարներով, եւ պիտի ասեմ, որ մեր ունկնդիրն էլ թող դիտի սա, որովհետեւ իսկապես շատ հետաքրքիր նկարներ կան։ Տիկին Սուսաննա, դուք պետք է բացատրեք, մեկնաբանեք, խնդրեմ, ինչ նկարներ են, ինչ ալբոմ է։ Ասեմ սա իմ 40-ամյակի հետ կապված ես հրատարակեցի եւ արդեն պիտի ասեմ, որ 50-ամյակն էլ անցավ, չկարողացա հրատարակել, ձևավորեցի, բայց չհրատարակվեց, որտեվ մեծ գումարներ էր, ամբողջը գունավոր նկարներ էին։ Ոչինչ, կարծում եմ ինչ-որ մի ձևով դա կհրատարակվի եւ կհասնի ժողովրդին։ Բայց կարևորը ինտերնետում եմ տեղադրել, կարող են դիտել Facebook-ում։ Այ լուսանկարներից ամեն մեկը մի պատմություն ունի, չէ՞։ Իհարկե, դա իմ հայկական օրորների էջն է դա։ Ննջիր լաո երգը, որը իմ հայկական օրորների առաջին երգն է եղել, Ննջիր լաո սասնո օրոր էր սա եւ զարմանալիորեն երբ որ տղաս ծնվեց ու հանկարծ ինձ բլուլ գործիքը վերցրեց սկսեց նվագել ասեց դու ննջիր լաոն երգի ես սա շատ հետաքրքիր երգ է 13 տարեկան մի աղջիկ ինձ համար երգեց Ինոր ամիս դրախտի մեջ պահել եմ անմահական կաթոբալի սնել եմ օրոր ասեմ բալե ասար ջիվանու դեռ գիշեր է առավոտ չէ ասма թեև դրսից քո ականջին աղաղակներ են հասնում բայց դու դեռ շատ փոքր ես գառնուկս քնիր հանգիստ քնիր գառնուկս ինքը շատ գեղեցիկ է Տիկին Սուսաննա իսկապես հրաշալի ալբոմ է ես պիտի ասեմ որ մենք այս ալբոմին դեռ առիթ կունենանք հետագայում էլ անդառնալու իսկ վերևում տղայիս օրորներ օրոր հարութիս նոտաները Պարզ է իսկ քանի որ այսօր մենք որոշեցինք տոնական այսպես թողարկում անել Ես կուզենայի, որ մեր եթերում հաճախակի մենք ակապելլա լսեինք Սուսաննա Սաֆարյանի ձայնը, ինչ որ մի երգ, մի հատված կարելի է հիմա։ Համլետ ջան, զարմանալիորեն իմ կյանքի մեջ ամեն ինչ ոնց որ թե նախագծված լինի։ Որտեղից ես եկա Առնո Բաբաջանյան քոլեջ ընդունվելու, այն ժամանակ Երևանի երաժշտամանկավարժական, ու ես ոչ մի բան չգիտեի բացի Արիմ սոխակ, թող պարտեզ մերի,
տաղերով քումբեր տղի սաչերին բայց նա լալիս է դու սոխակ մի գալ իմ որդին չոզ է ապեղա դառնալ հետաքրքիր է չէ ու այդ երկով փաստորեն սկսվել Այս երկով ես անտիրական գյուղից եկած աղջիկ ինձ ընդունեցին վոկալ բաժին երևի նկատել էին էլի իմ ձայնի գեղեցկությունն հնարավորությունը եւ հետագայում երբ որ մենք գնում ենք դպրոցականի ֆիլհարմոնիայով դե հայ համերգի մեներկչուհի էի չէ դասընթացներ էին այսինքն Լևոն Հախվերդյանը Ռուբեն Հախվերդյանի հայրը բանակցություններ էր անում, խոսում էր երեխաներին, բացատրում էր դպրոցականներին, գրականությունից ամեն ինչից ու հանկարծ այդտեղ ես ակապելա երգում էի իմ օրորները։ Ու ինձ մոտեցավ, ասեց Սուսիկ ջան, Շահումյան դպրոցներ հիշում եմ, ասեց այնքան գեղեցիկ է քեզ մոտ ստացվում հայկական օրորները, միշտ օրորներ երգի։ Այո, եւ ես երգեցի այս լուսանկարները, որ ցույց եք տալիս, իմ հայկական օրորներ համերգից է, որը հերոստատեսությամբ եղավ եւ ճանաչվեց ամսվա լավագույն հաղորդում։ Հետագայում այդ հաղորդման հետևանքը եղավ այն, որ ինձ շնորհեցին Հայաստանի Լենինյան կոմերցիոն մրցանակ։ Դու ինչ-կային տարիներին։ Այո, ես արժանացա որպես նորարար, ով էր տեսել երեխին դնես երկես, ինչ որ այսքան հանդերձանքներով չկար, այսինքն նորարարություն եմ արել ես, դրա համար արժանացել եմ կառավարական մրցանակի։ Ես պիտի ասեմ, որ ոչ միայն օրորները, այլ նաև հայրենասիրական երգերն են մեզ տեղ գրավել ձեր երկացանկում։ Հա, ասենք տարբեր երգեր կան, որ մայրը երեխային դաստիարակում է, չէ՞։ Քնելու ժամանակ նաև իր ասելիքն է ասում երեխային։ Ինչ կուզենար, որ երեխան հետագայում աներ, դրանցից մեկը իհարկե Նորայր Ժամհարյանի երգն է դա, հեղինակ ինքն է, երգել եմ, գիտեք, երբ 99 թվականին։ 99, 1999 Հիմա մենք Եվ դիտում ենք, նկարահանումն էլ այդ ժամանակ է եղել։ հիմա դիտում ենք, այո, մի հատված, ավելի ճիշտ մի երգ հենց հայրենասիրական։ Այո, հիմա, այո, խնդրեմ, տեսա նյութը։ Հայի երգը խորագրով համերգից է դա։ Շատ լավ։ Շերի բարեկամներ, դուք լսեցիք մի կատարում Սուսանա Սաֆարյանի կատարմամբ նկարահանված
Արնո Բաբաջանյանի քոլեջի 50-ամյակի առիթով էր, չէ՞, այս համերգը։ Մի 10 տարի առաջ։ Հա, ձեր Այդ 60-ամյակի ժամանակ ես 60 տարեկան էի։ տեսնում եք տարիները որքան արագ են թռչում։ Արդեն 70։ Լավ, հայրենասիրական երգը ինչ է ձեզ համար։ Անկեղծ ասած, ես չէի պատկերացնի, որ ես կարող եմ բոլոր տարաբնույթ թեմաների հետևել եւ կատարել, որովհետեւ փորձել եմ այդ երգերը ենթարկել ինձ, ասել եմ, չէ։ Այսինքն հեշտ չէր նման երգերը կատարել նուրբ օրորից հետո, երբ որ ասում եմ օրորասեմ իմ բալին, տեսեք ինչ նրբություն է պանջում, չէ։ Լայ 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 հարութին, լայ 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 իմ բալին, օրորասեմ իմ բալին, լայ 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 հարութին, սա իմ տղայիս օրորնա, որը իրեն օրորելուց ծնվեց, բայց նաև չէի կարողանում անտարբեր անցնել, որովհետև իմ կողքին աշխատում էին տաղանդավոր մարդիկ, իսկապես այն ժամանակ ջահել, բայց շատ տաղանդավոր, այսօր տեսեք նայում ենք երգը, ես սա ձայնագրել եմ 99 թվականին, դուք պատկերացնում եք, 99 թվականի ձայնագրությունը, այսինքն այն ժամանակվանից ձայն մհնչեց, ելիր զավակ, դե տարբեր առիթներով տոնական երգում էինք, ես էլ սա ձայնագրեցի, որ երգեմ այդ համերգներում, Նորայ Ժամարյանի հեղինակային երգն է։ Ես հասկացա, որ Ժամարյանի հետ բավականին ինձակրի ստեղծագործական ճանապարհ եք անցել։ Բավականին, մինչև հիմի։ Դե մենք առիթ կունենանք իհարկե նրա երգերից եւս մեկը ունկնդրելու, բայց դա չի կարող։ Դուք ընդհանրապես ունեք ձեր նախընտրած ասեք կոմպոզիտորները, երգահանները։ Չասեմ, թե նախընտրում եմ, բայց բոլորին էլ անդրադարձել եմ բոլորի հանդեպ առանց խտրականության, ես նրանց ստեղծագործությունները կատարել եմ, լավ կլինի այսօր հիշատակենք, նաև Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակն է, շուտով ես պետք է երգեմ մայիսի 5-ին Արնո Բաբաջանյան դահլիճում։ Շատ կարևոր է։ Մեր Բաբաջանյանի ուսուցիչները պետք է երգեն, բայց ես այդտեղ երգում եմ մեկ երգ, այսօր Մայրամ Աստվածածնին նվիրված օրն է, որպես մայրության օր, չէ՞, դուք ինձանից լավ գիտեք։ Եվ հանկարծ ես տվեց, որ ես երգեմ 91 թվականին այս երգը Ֆրանսիայում պետք է երգեի եւ երգեցի Ժաննա Դարկի քաղաքում ֆրանսիացիների համար։ Եվ բարկացավ ինքը ին վրա, որ տեսավ ես ճիշտ չեմ կարողանում ընկալեմ իր պահանջը։ Սուսաննա ասեց, անորդ ո՞նց ես երգում, դու սա աղոթք է, պետք է աղոթքի նման երգես եւ այսպիսի մի երգեր։ Քո տեսքի համար աղոթով դարձա երջեմ, վառեցի պայծառ մոմեր, քո սրբության առջև, քո զուլալ աչքերում, կուսական ու անմեղ, տեսա եշող, տեսա վառվող, երազներ հոգուս, այս բոլորը ասում է Մայրամ Աստվածածնին, իրան նկարի առջև դու աղոթք ես անում, և ես այո երգեցի շատ նուրբ այս երգը, այնպես որ այս երգը հատուկ այսօրվա դիտողների համար իրոք հենց Մայրամ Աստվածածնին նվիրված օրն է ապրիլի 7-ը։ Պիտի ասեմ, որ հայկական երգերի շարանը քեզ մոտ իսկապես շատ բազմազան է, շատ հետաքրքիր, իրովեջներով, բայց այնուամենայնիվ այն երգահանները, կոմպոզիտորները, որոնց երգերը ավելի հաճախակի ես կատարում, ինչ որ բանով միմյանց նման են, թե տարբեր են այնուամենայնիվ։ Տարաբնույթ են, շատ տարբեր են, և այդպես էլ ինձ ընկալել են տարաբնույթ երգերի կատարող։ Այսինքն կարող եմ նուրբ օրոր երգել, այն միջապես հետո ձայն մհնչեց ձերձերումի օրինակի համար, չէ՞։ Այդպիսի ձայնահեղական մարդ եմ, կամ աշուղականը յար 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 յար,
աշուխայա, տեսակ ինչքան ելևեջներ կար մեջը, Այո։ չէ։ Այսինքն ես մինչ օրս էլ, երբ որ այսպես իմ ու ձեր նման նստած եմ լինում, ես ռնգային այդ ամբողջը երգում եմ, բացահայտ չեմ երգում ձայնով, բայց անverջ երգը խմորում եմ իմ մեջ եւ դրա համար մեկ ես էլ եմ զարմանում, ոնց որ ինձ չեմ լսում, էլի ասում եմ, բայց ինչքան է պարապել, էլի որ ես կարի ասել։ Եվ երբ որ անցյալ տարի Գարնանը մենք նկարահանեցինք իմ հեղինակային երգը, ուզում եմ որ վալս բարենք մեր ծերության օրերում, իհարկե վերնագիրը դրեցի Նորայր Ժամհարյանի խոսքը իմ սիրով, որովհետև ինքը նամակ էր գրում ինձ։ Հոգիս կարոտ է զգում, հոգիս միշտ քեզ է ձգտում, այս վիրավոր թևերով քեզ կհասնեմ իմ սիրով, ինքը նամակա գրում, այդ իմ սիրով իրան ասեցի, բեր իմ սիրովը դնենք վերնագիր որպես, և այդպես գեղեցիկ կլիպ ունեցանք շատ գեղեցիկ։ Մենք իմ սիրով երգը կլսենք իհարկե մեր հաղորդման ժամանակ, բայց հիմա մի եւս կատարում եւ վերադառնանք տաղավար ու շարունակենք։ Խնդրեմ։ Գարնանային մի առավոտ շողն ու շաղներ փայլում լույսը բացվում է արևոտ կյանքը բույրով լցնում սիրահարը սիրուց հարբած սեր է երբում յարին համբուրում է ու գուրգուրում նայում նրա թուխաչերի Sira
Այո, սիրելի բարեկամներ, Սուսաննա Սաֆարյանին կարելի է անվերջ լսել, վայելել նրա հրաշալի երգը։ Սուսաննա, մենք լսեցինք եւս մի հրաշալի կատարում, տեսանք, դիտեցինք, հերինակը Նորայր Ժամարյանն էր, հա։ Բայց զարմանալիորեն ես ես ուրիշ բանել էի տվել, ոնց եք ընտրել հենց իր երգերը։ Դե հիմա գիտես, Երևի ձեր ասում հոգուն էլ է հարազատ։ ռուսը մի լավ խոսք ունի, ասում սերցեն եւ прикажешь, սրտին չես հրամայում։ Երևի, հա, ես դե չգիտեմ։ Բայց այս երգը, որ նկարահանվել է Իջևանյան չքնաղ այդ Ես պատկերի։ Իջևանը շատ եմ Սիրում եք, հա։ Բա իհարկե սիրում եմ։ Դե Երբ որ անցնում ենք Դիլիջանով, արտահայտություն եմ արել իմ հոգու թռիչքով, որը նվիրված է Իջևանին այդ ֆիլմը, վավերագրական ֆիլմը, ասում եմ արևոտ ժպիտով դիմավորեց մեզ Իջևանը։ Իսկապես եղանակային տարբերություն կա է երկու բանի տարածքների մեջ։ Նոր եմ գնացել եկել Դիլիջանում ուժեղ ձյուն էր, բայց մի հատ ձյուն չկար Իջևանում։ Հետո անցանք Շամշադի, նորից ձյուն։ Դե Հայաստանն Հետո այդպեսին է, փոստերին էլ կոտրասների երկիր։ Երևի, էլի ես է սիրում եմ մի անգամ Իջևանյան այդ կայարանում նստած էի, գեղեցիկ հուշ բանաստեղծություն, որտեղից որտեղ հանկարծ ինչ զգացում ինձ պատես չգիտեմ եւ ես գրեցի Քեզ կերտած շքեղ բնության գրկում, օսերիմ, սիրտս ոնց է բաբախում։ Այսինքն դրանց բնությունը անգամ քեզ թելադրում է, որ ինչ որ բան արտահայտվես, էլի։ Ոչ միայն ամբողջ Հայաստանն է ձևի ներշնչանքի աղբյուր։ Դե, Իսկ սա բայց այդտեղ է ամեն մի Իջևանում։ այս երգը երբեք նկարահանել։ Սա իմ ծննդյան օրվա կապակցությամբ ես ինձ Շատ նվեր եմ արել, հետաքրքիր է։ ուրեմն երեկոյան համերգ ունի, առավոտ շուրջ ժամը 8-ին նկարահանեցի, ժամը 6-ին կենթանի կատարումներով, այդպիսի կատարում երևի ես չէի ունեցել, դահլիճում ունեցա եւ Օլիակար տնօրենը այնքան գեղեցիկ էր զարդարել բեմը, դահլիճը ամեն ինչը, անցավ իմ համերգը, բայց ժամը 10-ից Հենց Իջևան։ Իջևանում էսպերա ունենք շոր կարող, նաև լավ հրաշալի երգչուհի, իրանց տանը սեղանները մեզ էին սպասում, իմ բժիշկ ընկերները Իջևանյան սեղաններ էին պատրաստել եւ մենք մինչեւ առավոտ նոր տարվան նման դիմավորեցինք, առավոտն էլ գնացինք Սևանում համերգ ունեցանք։ Այդպես բուրն եմ Դե, ձեր ստեղծագործական ուղին այնքան բուրն է, մի օրվա մեջ քանի բան եմ արել, չէ։ Զարմանալի, այն էլ են տարիներին։ Բա հենց այն տարիներն էր, որ ես, այսինքն դե իմ Ավստրալիա գնալս ինձ շատ բան տվեց, ոնց որ հասկացա, թե ոնց պետք է արվի եւ բոլորը գալիս հարցնում էին, իսկ ոնց անենք այս համերգը, ոնց անենք այն համերգը, արեցինք, բրցանք, մեկ էլ ասում են դուք ամեն ինչ սովորեցիք, չէ, այս ինչ բանը սովորեցիք, բայց երգելը լավ չսովորեցիք։ Հիշատակեցիք Ավստրալիան, որտեղ ապրում է իմ ու ձեր լավ բարեկամը Էդուարդ Դարբինյան։ Զանգել եմ, չի պատասխանում, չգիտեմ ինչի, թե լավ չի, թե ինչ չի, չգիտեմ։ Հրաշալի երգիչ, մարդ, լավ։ Իրանով եմ երեխեքից դասավանդում, որտեղ ինքը տղամարդ երգչի այն կերպարն է, որ այնքան ճիշտ է երգել, այնքան ճիշտ է երգել ամեն բառը, շեշտադրությունը, ամեն ինչը։ Ես ուղղակի եթերից դիմում եմ Էդուարդ Դարբինյանին, եթե դու դիտում ես կամ լսում ես մեզ, կապի դուրս արի, մենք փորձենք հեռավար տարբերակով քեզ հետ էլ մի լավ հաղորդում անել, որտեվ Էդուարդ մենք ես իսկապես շատ սիրում ու հիշում ենք։ Ես կարծում եմ ձեր բարեկամությունն է շատ երկար տարիների։ Ես երեք հատուկ եմ զանգարել, որ այսօր քեզ ասելիք ունենայի, չվերցրեց հեռախոսը ժամին ներգուցե քնած էր, չգիտեմ։ Հիմա որ հաղորդումը վերջանա, մենք միասին կզանգարենք։ Լավ, շատ լավ։ Կուզենամ, որ իսկապես իր կադրերը շատ մնան։ Չէ, դե մարդը վաստակ ունի Իհարկե։ եւ չպիտի մոռանալ։ Ինքը ինպես աշխատասեր չի, էլի, սարսափելի ծույլը։ Բայց գիտի, որ իմ նման ընկեր ունի, հաստատ ամեն ինչ կարգավորվում է։ Դե դուք մեկ այդ միշի լրացնում եք նրա ծուլությունը քո աշխատասիրությամբ։ Այո։ Դու երկուսիդ փոխարեն ես աշխատում, ոչ։ Դե ինքը որ մի բան է լինում, ասում է Սուսանից կվերցնեք։ Ու գնա թռնում Ավստրալիա ինքը։ Այո։ Գիտի, որ ես Իսկ որքան մեր լավ ընկերներից մարդիկ հեռացան Հայաստանից եւ աշխարհով մեկ սփռվեցին։ Ես կասեմ ամոթ իրենց, ուրիշ բառ չեմ կարող ասել։ Դե Այո։ ոչ բոլորն են դիմանում դժվարությունների։ Ինչ դժվարություն, ինձ ինչ ա եղել, որ դժվարություն եմ։
Չէ, դե երկիշները ստեղծագործող մարդիկ ուրիշ են, նրանք ուզում են լիակատար այդպես։ Նրանք փողն են ուզում։ Ահա, Փողն են ուզում։ Ինձ էլ է պետք չէ, բայց ես չեմ ուզում։ Ես ուզում եմ մեր հողի մեջ այդ բոլորը անենք, արարենք, ստեղծենք։ Եվ ունենք Փառք Աստծո, ինչ ա եղել մեզ։ Ամեն ինչ նորմալ է։ Պարզ է։ Այո։ Այսպես շատ աննկատ աստիճանաբար մոտենում ենք այն երգին, որի մասին քիչ առաջ շիշատակեցիր իմ սիրով երգը, այդ երգի պատմությունը ինչպիսին է եղել։ Երգը ունի շատ մեծ պատմություն, քանի որ ինձանից 50 քանի բանաստեղծություններ ծնվեցին անցյալ տարի հունվար ամսից մինչև ապրիլ ամիս, եւ ճակերտների մեջ դու ես մեղավոր խորագիրն եմ դրել, այսպես, եւ շարունակում է էլի ծնվել, ես չգիտեմ ինչի է ծնվում, բայց այս մի երգը որոշեցի, որ նկարահանեմ բեմականացված մի փոքր, այսինքն փորձում եմ իմ ընկերներին նաև պահել, ես մի վավերագրական ֆիլմ եմ պատրաստում արդեն կարոտի հետքերով, ու ոնց չէ մեջ ընդգրկելու էլ Համոսահյան, էլ Հրանտ Մաթևոսյան, Սիլվա Կապուտիկյան, որի 80-ամյակ առաջինը ես եմ նշել, նորա կառավարությունը նշել, այսինքն շատ գործունյա մարդ եմ եղել էլի այդ առումով։ Դե Տիկին Սիլվային ես էլ պատիվ ու բախտ եմ ունեցել Ես էլ փորձեցի այս տեսագրության մեջ էլ արդեն նկարահանել վերջացրել էի Սամվել Օհանյանին, որը ռեժիսորն էր, Սամվել ջան, ասեցի, չէ, արի այսպես անենք, թող ինքը իբրև թե նստած կարոտով նամակ է գրում, ես էլ իրան եմ պատասխանում, հիմի դիտողը կհասկանա, այդպես իրա կերպարը պահեցի ինձ համար գոնե։ Պարզ է։ Այս ժողովուրդը Բայց փակագծերը բացել ես միջև վերջ, թե այդպես էլ մնում է լույս վարակույրի հետևում։ Ամենավերջում արդեն կհասկանան փակագիծը բացվեց, թե ինչ եղավ։ Դե ուրեմն դիտենք։ Դիտենք։ Խնդրեմ։ Հոգիս կարոտ է զգում, հոգիս միշտ քեզ է ձգտում, այս վիրավոր թևերով քեզ կհասնեմ իմ սիրով։ Երբեք ես չեմ մոռանում, հոգուս եկնես դու դառնում,
մեր հուշերի հետքերով մենք կքայլենք այն սիրով մեր հուշերի հետքերով մենք կքայլենք այն սիրով հուշերի մոխրից ելնող եւ իրար ենք մենք բարվում երկու հոգիներով Եկնենք երկու սրտով երկու հոգիներով եկնենք երկու սրտով Ուզում եմ որ վայս բարենք մեր ծերության օրերում Ուզում եմ որ վայս բարենք մեր ծերության օրերում մեր նուրբ սիրով բարուրվենք Ախ որքան ենք դեռ սիրում մեր նոր սիրով բարուրվենք Ախ որքան ենք դեռ սիրում Հելագորույս աշխարհում Քեզանով եմ խենթանում Հելագորույս աշխարհում Քեզանով եմ խենթանում Մենք մեր սիրում ենք տրվում Իրար տես ոնց ենք սիրում Մենք մեր սիրում ենք տրվում Իրար տես ոնց ենք սիրում Իմ սերին կյանքի գարում Իմ սերիմ կյանքի գարում Իմ սեր իմ կյանքի գարում Այո, Տիկին Սուսաննա, սիրո ինքնատիպ բալադ, պատմություն, մի հրաշալի, այսպես կարելի է ասել, չգիտեմ, առեղծված, որի պատասխանը երևի դուք միայն գիտեք։ Անկեղծություն, ուրիշ ոչինչ։ Անկեղծություն։ Ես իմ ամբողջ կյանքում եղել եմ անկեղծ, այո։ Եթե անկեղծությունս չլիներ, ոչինչ չէր լինի։ Եթե ես ընդունում եմ, չեմ ընդունում, մեր երկուսի ի վերուս տրված հանդիպումը մեր ժողովրդիկների նվագախմբում, դու գիտես, որ իր 50-ամյակին 17 երգ եմ երգել իրանից, մեկը մյուսից գրող գործոցներ, մինչև մի մենակ 50 տարին եմ ցույց տվել, այն էլ 60 քանի հազար մարդ ա դիտել արդեն այդ իմ կատարումը։ Իդեպ այդ երգը մեր եթերում էլ է հնչել։ Չէ, ես չեմ տվել, Չէ, ձեր ուրիշի չէ, կատարումը, 50 տարի, հա, ուրիշի։ իրանց Իրա եւ Թամարայի։ բայց իմ կատարումը ուրիշ պատմություն է, որտեղ ես հենց նշում եմ իր 50-ամյակը, Հա, 50 տարի, 50 ամյակ։ կոնկրետ նշել ես։ Այո, իհարկե, իսկ որին եմ թողել առանց նշել, որ բոլորին։ Տիկին Սուսաննա, շատ ուրախ եմ, որ այսօր մեզ հյուրընկալվեցիք, շնորհակալություն, որ եկաք, որտեվ մենք շատ հրաշալի պահեր ապրեցինք, էլ չեմ խոսում այս գեղեցիկ տոնի, գարնան, գեղեցկության, մայրության, մեր սիրո, չգիտեմ ինչ էպիտետներ ասես կարելի է այսօր եթերից հնչեցնել, բայց ձեր երգը եկավ ամեն ինչը զարդարեց։ Գուցե, չգիտեմ, այդպիսի թեմա չկա, որ շոշափած չլինեմ եւ անվերջանալի ծնվում են նաեւ երգերը, Աստված տա լավատեսական լինեն, որովհետեւ լավատեսությունը շատ կարեւոր բան է, ինչի՞ ես հատկապես գույները տեսնում ես, չէ, հագուստների։ Հատուկ եմ անում, որպիսի մարդիկ դիտելուց հոգիները ժպտան։ Այսօր շատ մտածեցի, իսկ ես ինչ հագնեմ գնամ, չէ, ասեցի ավելի լավ է վառվռուն ինչ-որ մի բան, որ նորից մարդկանց դեմքին ժպիտ բերել ես հոգ։ Ի վերջո այսօր տոն է։ Այո, նաև տոն, արդեն ասեցի Մայրամ Աստվածածնի բանով, տա հայտնությանն էլ սիրով նվիրեցինք,
Խաչատուր Ավետիսյանի, ինչքան դիտողներ կան այդ երգը, կատարումը շատ։ Դե ես հույս ունեմ առաջիկայում նոր առիթներ կլինի ձեզ հետ հանդիպելու, բայց այսքանով եկեք այսօր եզրափակենք մեր զրույցը։ Բոլոր մայրերին շնորհավոր ենք Այո։ սրտանց, իսկապես մայրությունը ամենագեղեցիկ զգացողությունն է, որ հնարավոր չէր, որ ես գոնե այդ ապրումները չունենայի, իմ մայրական զգացողություններից շատ բաներ ծնվեցին, մայրս խորագրով շատ համերգներ եմ արել մոր մասին, էլ չեմ ասում հայկական օրորներ, երկի իմ հեքիաթը, այդ բոլորը իմ մայրության թեմաներն են, որոնք կան, աշճանաբար կցուցադրենք, կդիտեն մարդիկ։ Պայմանավորեցինք։ Այո, շնորհակալ եմ ձեզ այս գեղեցիկ հնարավորության ընձեռման համար, իսկապես։ Սիրելի բարեկամներ, հանրապետության վաստակավոր արտիստ Սուսաննա Սաֆարյանն էր այսօր իր աննման կատարումներով հյուրընկալվել Փակ TV-ում։ Իհարկե առաջիկայում սպասեք նրան, մենք միշտ մեր հայկական երգը, մեր մշակույթը պիտի արժանիորեն ներկայացնենք մեր ժողովրդին, սա շատ կարևոր է եւ ամենակարևորը ես ուզում եմ, որ դուք միշտ մնաք լավատես, հավատաք, որ վաղվա օրը այնուամենայնիվ չնայած բոլոր տեսակի դժվարությունների գեղեցիկ է լինելու։ Այսօր այսքանը, ցտեսություն։